ընդդիմությունը ընդդիմանում է ու շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ձեր մարմաջին։ Համաձայն Հայաստանում դուք բերել եք այդ եվրոպական դիտորդներին։ Բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանը, եթե ասում է, որ իրանց պիտի սահմանից հանեք, դուք առանց դա քննարկելու անգամ հանում եք։ Այդ անդիմության խնդիրը, թե չէ մենք ինչին ենք դեմ, ինչին ենք կողմիչի համար, դա ասել ենք։ Դուք ստացել եք մի հատ համաձայնագիր, որը արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները, բոլոր։ Ու հայտարարում եք, որ փոխզիջումային փաստաթուղթը, որը ընդունելի է Հայաստանի համար։ Մի հատ ես մեր հանրությանը կբացատրեք Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։ Այդ ինչ պահանջ է Ադրբեջանը հնչեցրել, որից հետ է կանգնել, զիջել է ինչ-որ բան։ Ո՞րն է եղել Ադրբեջանի փոխզիջումը բանակցային գործընթացում։ Ես հիշեցնեմ, որ դուք սկսել եք բանակցել ենք այդից, երբ որ Ադրբեջանի պահանջները վերաբերում էին բացառապես Արցախին, հիմա հասել եք այնտեղ, որ Ադրբեջանը հրապարակային նախապայման է դնում սահմանադրություն փոխելու, պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իսկ երաշխավորել եք Ադրբեջանի ստիպել եք ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը նենց, այն նենց է ընդունել, որ եկել է 240 կիլոմետր զորքով զավթել է։ Այդ նենց ճանաչել ու ընդունել է Ադրբեջանը ձեր բանակցությունների արդյունքում։ Երեք փաստացի Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ կողմերը պայմանավորվել են այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չիրականացնել։ Ես ուզում եմ հասկանալ Ձեր համար, Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի դեմ գործողությունն է օրինակ, ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի հատվածը, որտեղ ասում է, որ արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Ձեր համար ամենայն հայոց կաթողիկոսը ռևանշիստ է, պայքարելու եք իր դեմ։ Ինչ է, այդ որ պայմանավորվել եք դա, այդ ինչ գործողությունների մասն եք խոսում, որ հայտարարություններն են, որոնք խաղաղության օրակարգի դեմ են ու դրանց դեմ պիտի պայքարեք։ Այս ժողովրդին ասեք իմանան, իսկ ձեր ձեռք բերած համաձայնագրի նշանակության մասին կամ այդ ձեռքբերումը որպես գիտեք, այսինքն նշանակության չէ, բանի մասին խոսում է այն, որ ընդհանրեն այն հայտարարությունից հետո, մի ժամ հետո այն հայտարարությունից, որ դուք բոլոր ամեն ինչ համաձայնացրել եք, Ադրբեջանը եւս երկու նախապայմանի մասին է խոսում։ Այս է ձեր վարկը, այն ձեր կառուցողական ու կիրթ գործընկերոջ հետ ում հետ բանակցում եք։